Շարունակենք վանացայինն մեր հաղորդումը, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Վանացայինի ստուդիոները ներս, բարի օր պիտի մաղթենք։ Մեծիդանն գիդիկյո կաթողիկոսության Արամ առաջին բարի եկած եք։ Ինչպես եք։ Լավ ենք ընդհանրապես։ Դրամատրությունները։ Հիմա որ եթերի մեջ ենք գրտնագի լավ ենք։ Պարկաստուծո։ Վերամուտը ինչպես է այս տարվան։ Տանտաղ, ինչպես կընթանում։ Սովորական է, բայց լավ են, քայլերը լավ են, թիմորդները լավ են, եւ լիբանանեն եւ արտասահմանեն։ Գարձեն որ ճիշտ ընթացքի մեջ ենք։ Վստահաբար։ Հիմա խոսենք ամեն բանի առաջ կարևորության մասին, որովհետեւ ճիշտ է, մենք ամեն տարի այս մասին կանդրադառնանք։ Գնալավոր կան ունգընտիրներ, որոնք կպապակին այս դասընթացներուն հետևին, կամ եթե ուսուցիչներ կան, կամ եթե անհատներ կան, որոնք կփորձեն իրենք անցնաբես իրենց հայերենի ունեցած ասենք հայերենի լեզուն զարգացնել կամ նորություններ իմանալ, գիտելիքներ, պատմություն սորվել, անգամ եւս վերհիշել ինչ որ իրենք դպրոցը սորված են, ասոնց բոլորը եւ անշուշտ եթե դերմը կպապակին աշխատի եւ համապատասխան բգայականի պետք ունին իրենց հայագիտական ուսման հետ կապված կրնան հետևել այս դասընթացներուն։ Երբ հիմնվեցավ այս կետրոնը եւ ինչ էր նպատակը խորքի մեջ հիմնարկը։ Իրականության մեջ հայագիտական կետրոնը իր այսպես ծննդոցը եթե ճիշտ կուզեք քննել եւ գտնել պետք է մոտավորապես 14-13 տարի առաջ պետք է երթանք ինչու Արամ առաջին վեհապարը իր քաղաքալության առաջին օրեն այսինքն շուրջ 30 տարի առաջ իր պատկամներում մեջ հանդիպումներում մեջ հավաքներում մեջ նույնիսկ խորհրդաժողովները որոնք կազմակերպված է զանազան խորակիրով խորհրդաժողովներ միշտ շեշտած է հայ պահպանության թերը ինքնության պահպանումը, մշակույթի արժեքները պահպանելու թերը, այս միտքերը միշտ ինք կարձած էր։ Եվ 2010 թվականին Բիգֆայայի մեջ, Թբրևանքի մեջ Սպիրկ հայրենիք այսպես ընդհանուր մշակութային հարցերով վերաբերյալ խորհրդաժողովը որ կգայնար, այնտեղ ներկաներին ոմանք առաջարկեցին, որ Մեծիդան Գիլիկիո կաթողիկոսությունը պետք է ոչ թե խնդրեցին, այլ իրենք գամավորապես այսպես ինքնապուխ առաջարկեցին կամ բանջեցին, որ Մեծիդան Գիլիկիո կաթողիկոսությունը համասպիրկյան դարողությամբ, ոչ միայն լիբանանյան հայագիտական կետրոնը հիմնե, որովհետեւ եւ մայրենի լեզուն այս բարակային արևմտահայերենը պահպանվի եւ մեր ազգային ինքնությունը, մշակույթը, մշակութային արժեքները եւ այդ թվականին ընթաց կարավ հայագիտական կետրոնը բայց այնպես մնայուն գվայլեր Արամ առաջին վեհապարի հովանավորությունը, աջակցությունը հետակային անշուշտ տեսուչներու մասին ալ պիտի խոսեմ բարոն Սարգիս Կիրակոսյանը ճշմարտաբար ինքը եւ բարոն Ժիրայր Դանիելյանը այսօր մեզի հետ չեն ցավալիորեն բայց մեծ ներդրում ունեցած մեծ ներդրում կետրոնի պահպանման գերնամասել որ մեր առաջին մոհիգաններն էին այս ճանապարհի վրա եւ հետակային նաեւ այս գրթական ծրագիրը ավելի զարգացավ, բարգավաճեցավ, գրթական այսպես ծրագիրի վերածվեցավ։ Սիրողականին ավելի դուրս եկանք, ավելի գրթական ծրագիր այն առումով, որ իմաստով ուսումնական ծրագիր մշակվեցավ առաջին, երկրորդ, երրորդ տարիներու այսպես դասարանները ստեղծվեցան, որոնց վկայողները համապատասխան վկայական կստանան եւ աշխատանքը ավելի տանտաղորեն, բայց կետրոն յուրական Սեփական լսարանը շատ հարմարավետ պայմաններով եւ մենք քայլերս արջի առնելով այո ուղղակի դպրոցի մտնոլորտ եւ քայլերս արջի երթալով մենք թիմեցինք մեր արտասահմանի քույրերուն եղբայրներուն որոնք եթե կպապակին հետևիլ դասընթացներուն գրնան արցանց հետևիլ եւ պետք է քննադենք որ կամ արցանակրենք այս բարակային որ մոդեցումը քննադանքը լավ էր թիվը լավ էր Մենք անցյալ տարի օրինակի համար աշխարհի դարբեր կողմերը 16 թիմորդ եւ հետևորդ ունեցանք եւ հաջող Որ երկիրներ են
ուրեմն Կանադայեն, Միացյալ Նահանգներեն, միջին Եվրոպայեն, Ժնև, Ավստրիա, Զվիցերիաներ ոչուն, ուրեմն Հորտանան, Քուվեյթ, Սուրիա, միջին արևելքի այս շրջաններեն, Հայաստանեն 16 հոգի ունեցանք Թիմորտ 16 հոգի Արցանց հետևեցան եւ գրնամ ասել որ շատ բարդաջանաչ կհետևեին Գերմանիային այո Ինչ լավարիտ է ասի իրենց համար շատ լավարիտ է եւ իրապես կսկակ եւ ծանոթանակ կամ իրենց մոդեցումը եթե մեմը սկակ դիտեք թե ինչպես կհետևին Բարդաջանաչորեն կմասնակցին հարցումներուն, բարդականությունները կգադարեն, հավելյալ ժամերուն հարցումներ կուտան, օրինակ տասաբահերը 45 վարյան են, չէ, շատ հաճախ կբադայի, որ երկարին ինչու որտեղ հատկապես մեր արտասահմանի քույրերը եղբայրները հարցումներ կուղեն կարելի չի լար այդ տասաբահի սահմաններում մեջ ասել որ բավարար է ընթաց կուտանք որ լսենք իրենց որովհետեւ քաչալերվին ի վերջո մենք այստեղ համեմատաբար ավելի հայաշատ շրջաններում մեջ կապրենք հայահոտ շրջաններում մեջ բայց անդեղ իրենք օդարության մեջ են չեն ուզելու այդ օդարությունը ըսկան ընդհանրապես մեզի հետ գապելով շաբաթի 3 անգամ երկու շաբթի 4 շաբթի ուրբաթ օրերը ժամը 5-ին 7-ից այդ չերմությունը գուզենք որ իրենց մեջ միշտ վար մնա եւ վարակվի նաեւ ուրիշներու բարեբախտաբար այս տարի ալ ունենք առայժմ 8-ը Թիմորտ ունենք արտասահմանեն 8-ը նույն երկիրներն են թե Այո, նույն երկիրներեն են, որովհետև ըստ երևույթին իրենք է որ այդ քարոզչական աշխատանքը գդարած են կամ բացած են թե ինչպես այսպես կդեպի կամ այո, իրապես քննադելի է Գիտեք Թուրսի բարակային, այսինքն Թուրսը ապրոհայերու բարակային, որովհետև մենք միջին արևելքի մեջ քիչ ավելի մոդ ենք իրարու, քիչ ավելի կապված ենք, մեր ինքնություն ավելի բահբանել ավելի թյուրություններ կան։ Թուրսը եվրոպական տարբեր երկրների մեջ Գերմանիա, Զվիցերիա, մինչև գտնեն իրենք հայ ընտանիքը գրնալ շրջանի մեջ են որ գոյություն ունի եւ օրինակ այս գետրոնը, այս դասընթացները իրենց համար արիթմն է կապվելու օրինակի համար լիբանանահայության հետ կապվելով իրենց արմատներուն միանալու Գիտեք, ադի կարևոր է Նախ հոգինգա, այսինքն հոգեգանություն գստանան, որովհետև գսկան թե իրենք մեզի մեր առօրյային ալ մաս կգազմեն, որովհետև պատկերացրեք, որ երբ հարցումներ գուղեն, օրինակ հայերենի բահուն, կամ քրապարի բահուն, կամ որևէ բահուն, այդ պատմության ընթացքին, այդ հարցումներն գսկան, որ միան տասաբանդության նյութը չէ որ զիրենք կհետաքրքրե ընդհանրապես հայության վիճակը այսօրվա մեր հայրենիքը մեր այսօրվա իրականությունը ըսպյուրքը հայաբահբանումը եւ միշտ այդ գարոդը բաբագը այսինքն չեն բավարարվիր գսկակ որ չեն բավարարվիր կրնալալ որ նաեւ հայերեն խոսելու դեղալ չունին ասպարտիկ այսինքն ուրախանալ որ հայերեն գլսեն հայերենով գարտահայտվի չէ նայեցիք մենք Մեծ հարաճընթաց մարտանակրած ենք, որ պետք է մեր ագանտիրները եւ ունենտիրները դերյակ բահվին։ Ուրեմն մինչեւ այսօր հայագիտական կենտրոնը գոչեինք մեր ինչ որ տասաբանդությունները դերի ունենային։ Սակայն պետք է ասեն ողջունել եւ երախտագիտություն հայտնել, որ ասկային իշխանությունները ու քաղաքական իշխանության այսպես առաջարկով եւ որոշումով հայագիտական կենտրոնը Հետ այսու պիտի գոչվի Մեծիդանգելիկյո Արամարաչին Գաթողգոս հայագիտական հիմնարկ։ Ինչու՞։ Որովհետև հայագիտություն չէ որ մենք միայն պիտի տասաբանդենք, կամ պիտի հաղորդենք մեզի հետևորդներուն, մեր հետևորդներուն։ Զուտ քրական Ոչ, այսօր հարցը շատ ավելի խորունգ է։ Մեր ինքնությունը բավանելու հարց կծակի։ Մայրենի լեզուն, արևմտահայերենը բավանելու հարց կա այսօր։ Արևմտահայերենը արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաներորդ տարին է որ հայտարարած է գործված լեզուներու շարքին։ Իրականության մեջ արևմտահայերենի այո, բարեբախտաբար գործող, բայց պիտի բայկարին կարելի եղած չափով արևմտահայերեն լեզու բավանելու համար իրականության մեջ pedagogan հովանավորություն անհրաժեշտ է։ Մենք այստեղ ինչ որ գնենք մեր գարելիությունները եւ անգարելին իրար միացնելով է որ գնենք եւ այս իմաստով է որ Արամ առաջին հայագիտական հիմնարկը իր մեծ թերագադարությունը պիտի ունենա առաջիկա դարիներուն սպյուրք հայրենիք անություն
բոլորը նամակագրություն այս ծրագիրը առանցին որպես հայերեն բաժնված է գրապարը նույնպես հոգեբանություն մանկավարժությունը նույնպես այլևալ նյութեր ինչ նյութ որ գտասավանդենք բոլորը երամյա ծրագիրի վրա այսպես հիմնված է որովհետեւ եւ ուսուցիչը եւ ուսանողը հայ եկեղեցու պատմություն օրինակի համար ուսուցիչը եւ ուսանողը համապարփակ տեղեկություններ քաղե ոչ թե այսպես հարևանցի կամ մագերեսային ավելի խորքային որպես իլի ուլի գշտանա մեր մատուցած կամ դասավանդած նյութերեն ադոր համար երամյա ծրագիր մշակեցինք որովհետեւ եւ ծրագիրը ավելի ընդունելի լա ուսանողներուն եւ նաեւ ծրագիրը ավելի ամբողջական դառնա ճոխ լավ շատ լավ հիմա դարիքի իմաստով մասնագետներու հadouk այսպես սահմանափակում չկա բայց վստահաբար համեսին դբրոցական որոշ տարիներ ավարտել է իդ գտիմենցեզի վստահաբար վգայգանի նաև բանջները շատ բարդ չեն ինչ են բանջը այսինքն ինչպես կրնա թիմել մեկը գագնգալվի որ թիմորտը կոնե ունենա երկրորդական վարժարանի վգայգան համապատասխան վգայգան կամ համապատասխան վգայակիր գտիմե գնայինք իր պայմաններուն գնայինք կսերդենք եւ անշուշտ կհետևենք իր ճշտաբողության եթե գարկաբահ բիթեդեվի տասավանդություններուն այս բոլորը նկատի կառնենք իսկ կալով դարիքի հետ կապված մենք ունենք բավական այսին որոշ թիվով այսպես քիչ այսպես առաջացած դարիքի ուսանողներ որոնք զանազան պատճառներով հայկական շրջանակի հերու մնացած են տարբեր վայրեր ապրած են թեպետ Լիբանանի մեջ բայց տարբեր վայրերում մեջ որ հայաշատ կետրոններ չեն եղած այսօր երբ կուքան մեզի թիմերու որ հայագիտության հետևին մենք դերն ունենք վերաբաղություն այս հարցի վերաբերյալ լսեմ ցեզի որ դարիքի իմաստով սակայն գնային թե հետևողը կամ փապակողը ինչպիսի լրջությամբ կմոտենա եւ ադիգա ավելի ճիշտ ուղեցույց կլա այս բարակային քան դարիքի հարցը բայց նաեւ ասեմ որ բոլոր թիմորտներուն չենք ընդունել չենք ընտարաչել այդ ասեմ որտեղ ի վերջո գարկուգանոն մգա գա այսինքն որոշ անշուշտ գարկուգանոն գա անպայման իսկ ինչ կվերապերի նախորդ ուսանող որոնք ավարտեցին այս դասընթացները եւ հիմա արդեն որոշ կորձի վրա են կամ աշխատին արդեն որքանով այսպես երախտաբարդ են եւ գխոսին աջակայ որքանով գուրախանակ դուք իբրև ասենք այս կետրոնի դնորեն որ ահավասիկ իր աշխատանք մգնենք եւ այդ աշխատանքը իր արդյունք կուտա հոնե չէ ամենահիմնականը նպատակը այդ է, երբ որ տուն բան ներկայացնես, ադիգա հասնի իր նպատակին։ Իսկ երբ որ գուքան ուսանողները իդ կցեզիքսեն, որ ահավասիկ այս վգայգանով կամ այնինչ որ ես սորվեցա, հիմա արդեն կորձի անցած եմ, այսինքն այդ գիտելիքները ինձ օգնեցին, որովհետեւ ես այս կորձի մեջ հաջողին։ Ուսանողները մեծ թիվ կգազմեն, անոնք որոնք նախ մեր ասկային հաստատություններում մեջ կծարայեն հայկական վարժարաններում այդ զանազան պաշտոններ ստանցնած են, որ գնահատելի է եւ հաջող մեզի այդ կապի մեջ են եւ երբեմն կհանդիպին կբապմեն իրենց առօրյային գուրախանան գվերհիշեն իրենց համար ուրիշ այսպես միջոց մնալ ստեղծեցինք անոնք որոնք ավարտած են եւ որոշ նյութերու գփապակին հետևել որոշ նյութերու դարձյալ գրթական ծրագիրի համապատասխան կան այդպիսիներ կան գեհետևին շաբաթական թուրությամբ կուքան գեհետևին տասաուցակ կդրգեն իրենց եւ գամավորապես կուքան գեհետևին եւ շատ կող կմնան այսինքն իրենց ալարից ստեղծած ենք միան վգայական առնելի այդ մեզ մեջ վերում չեն մեզի հետ միշտ կապի մեջ են այլ բան եւս երբ հյուրեր կունենանք արդասահմանեն տասախոսներ զիրենք գհրավիրենք բոլորին անխդիր գհրավիրենք որովհետեւ կան եւ մտի գնեն եւ իրենց վերակրկությունը դերևս իրենց մեջ վերաթարմանա այս բոլորը գնենք հանուն ծառայության ասեն գամավորապես գնենք եւ գսենք որ ասի նաեւ բարդականություն է որովհետեւ ի վերջո այս գետրոնի նվադագը ծառայություն է ինքնություն բահբանելու հարց կա այստեղը շատ լավ իսկ պայմաններու մասին խոսեցանք ուզեմ տեղը անդրադառնանք նաև որ այս տարվան նորությունները ինչ են եթե կան հadouk նորություններ մեզ ինչ պիտի փոխանցեք այս տարվան մասին երբ կսկսիկ արձանագրությունները սկսած են տասախոսները ովքեր են անգամ ադոր մասին ալ անդրադառնանք սիրով
Ուրեմն արձանագրությունները արդեն սկսած են մամուլով, ցայնասպիրով, բանացային այո սփռվի, մամուլը գարցականք է, լույս կտեսնե, հոկտեմբեր 13-ին նախադեсած ենք այս տարվա վերամուտը, երկուշաբթի օրը ժամը 5-ին, մեր ուսուցչական գազմը շատ պետք է ասեն երախտաբարդ կլան, որ լավ գործակիցներ ունեցած եմ եւ ունիմ եւ իրապես բոլորն ալ յուրաքանչյուրն կդեսնեմ կհետևիմ լրջորեն ուքան իրենց նույնը գմադուցեն բոլորն ալ անխդիր օրինակ համար դոկտոր Շահիկ Խիդավերդյանը, դոկտոր Արմեն Ուրնեշյանը, Դիգին Սևան Դանիելյան Մգրյանը, Դիգին Սրփուկ Ջենանյանը, Դիկրան Ջիմբաշյանը, Հայր Քևոր Կարագյոսյանը, հիմա նաև Հայր Աբրահամ ուրեմն այո Հայր Աբրահամ Վիդիմյանը մեզի այս բոլորը մեզի համար ուրախություն կպատճառի որովհետև գտեսնեք մարդիկ երդասարդ դիգիններ ընտանիքի դեր մարդիկ որոնք կուքան գծարային եւ գուփապակին լավակույնը մատուցել եւ հաջող իրենց այսպես հոգեվիճակեն գսկան որ դակավին ավելի ընելու ցանկություն կա մեջերին այս բոլորը մեզ համար արժեքներ են գխորեմ որ իրենց հետ գործածապար դակավին ջամփան ունին կադելիկ միասնապար ջամփան ունի կադելիկ Այս օրերուն մենք հաջող կանտրատարնանք Մարտուժի դակնաբին, չէ, պարոն Հարուն, ամեն տեղ Մարտուժի դակնապ կա։ Հատկապես հայ ուսուցիչի, հայ քարտուղար, լադիգա ասկայի մեր գետրոններում մեջ, մեր միութենական ծրագիրներում մեջ, միութենական աշխատանքի մեջ ամեն տեղ նամակ գրելու, երկու խոսք արտասանելու, հարցազրույցի ներկա գտնվելու, ծրագիրը ներկայացնելու, կամ եթե նույնիսկ մանուկներում, բադանիներու տասյարակչական ծրագիր, եթե լա մեր միութենական ասենք կյանքի մեջ դեղը պիտի բեգը ոտքի գնա, պիտի խոսք արտասանը, բակություն պիտի ներկայացնե եւ ասենք բոլորը հիմա այս օրերուն, որովհետեւ մենք քերին դարձած ենք մեր հերացայիններուն եւ սոցիալ մեդիային, մեր ուղեղները թեպի վար այսպես արտահայտվելու քիչ արիտ ունին կամ դեղը չունենք այդպես արավելակույն չափով փեմեր մեզի չեն դրամատրվիր։ Հիմա մեր գլուխները վար ասոր քերին դարձած են։ Նաեւ միևնույն ժամանակ Մարտուժի խնդիրը որնավ եթե մեկը գուզես ադին այդ գիտելիքները պիտի ունենա որպեսզի ելը ներկայացնի չէ գիտելիքները պիտի ունենա եւ հայագիտական գիտելիքները սերով մարդիկ կգարձեն որ երբեմն միան եթե ուղղակրությունդ լավ է գնշանագի որ դու լավ հայերեն քիրես մեկը մյուսը կան փոխչացնե քրագանությունը բարերը լեզվա մտածողությունը գզորացնե ինքնավստահություն գուդակեզի կուբակությունը պիտի սորս ասոք բոլորը կապված են իրարու այսօր այս հայագիտական հիմնարկը որքանով իր նպաստը կբերե Մարտուժի դակնապին լուծման աշխատանքի մեջ ասենք այս հարցադրումը գխորեի որ սկիզբը պիտի բայց մեջավորը ջան լավ է դեսեք ժողովուրդը ընդհանրապես կփարգավաճի իր տնտեսությամբ գամ գդիավեդե իր ռազմական կարողություններով եւ դիվանագիտական ճանապարհով եւ սակայն կհարադեվե մշակույթով լեզու մշակույթ լեզու մշակույթը սերով գնդկրգե նաեւ լեզուն ուրեմն մեր ժողովուրդը եթե մենք հայց պատմության ժամանակաշրջանին հետևենք մի տեսնենք որ ունեցած ենք թակավորությունը Արշակունյաց Արտաշեսյաց Փակրադունյան Արաբական շրջան աս իրավեդություններով դա մնացած ենք պատերազմներով գրվախնդրացած ենք բայց մեզի միան բաղողը եղած է մշակույթը Եվ Մեսրոպ Մաշտոցի հնարած 36 դարերը այնպիսի զորավոր բանակ պատրաստած են, որ ամբողջ դարեր թիմացած են։ Անի լա մշակույթի անի լա մատենակրությամբ, քրագանությամբ, մեր քուսանները, մեր բապիչները, ինչպես Ավետիք Իսահակյանն այդ բանավոր ունի։ Այս բոլորը մեզի հասկացած են այսօր Արաբել եւս մենք այսօր զավակներն ենք կամ թորներն ենք այն սերունդին որ անաբադի վրա իրենց զավակներուն հայերեն դարերը սորվեցուցին հոս հավաքական աշխատանքի ընդհանուր թուլությունը գտիրե ձնող թբրոց եւ միջավայր բոլորս այստեղ հավաքական պատասխանատվություն ունենք մենք չենք կրնալ համաշխարհայնացման կամ ժամանակակից այս սպիրուն գուլտարն չենք կրնալ Զենքը որ ունիկ մեր մայրենի լեզուն է այստեղ գուկա լեզվի պաշտպանության հարցը արևմտահայերեն լեզուն իմաստնավորի եւ չենք կրնալ այն հայը որ օդար լեզվով գխոսի
հայերենի փոխարեն անգլերենով եւ անալ Երանի անգլերենը լա գծկդուր բարեր դարեր ինչ կուզեք դեսեք մանավանդ այդ երային համացանցի վրա եւ այլն այս հոգեբանությամբ չենք կրնալ մենք արժեվ երթալ մենք ինքնությունը բահբանելու հարց ունենք այսօր որպես հայ ինքնություն բավանելու հարց ունենք հոս ծնողներուն խնդիրը գուկա այսինքն պատասխանատվություն երբ որ դու չես սեր կամ դու նատ պատասխանատվություն դու կվրա չես արած զավագիդալ չես տար այսօր հոս է նաև թույլցած ենք այդ իմաստով այսինքն մորցած ենք որ մենք սովորական քաղաքացիներ չենք կրնար ըլլադասել գծավի մսելու որ մենք մեր հայկական հայերեն լեզու Բայերը այսպես բաքսեցնելով գխորինք որ ծառայություն կմատուցենք ընդհանրակը մեր ցերկով այս սերունդի մեջ իրենց ապրումները ներաշխարը հայը սկալու գիտակցությունը կնվազեցնենք այսինքն ասի եթե հայկական դպրոց կացող է եթե հայկական դպրոց կացող չէ ինչ եղավ լման լման այս դարվա վերամուտին երկու երևույթի մասին պիտի խոսեմ երկու երևույթի մասին նախ մենք հայկական միություններ ունենք ոս Լիբանանի մեջ կորձող որոնք իրենց բոլոր միջոցառումները անգլերեն լեզվով կդարածեն, ծանոթություն կծանոթեն։ Հայր անգամ ասած ենք, որ այս երիտասարդները, երիտասարդուհիները, որոնք կուքան գեհդևին այս ծեր միջոցառումներում, որ քննադելի է, կարելի է նաև իրենց արևմտահայերեն ծանոթություններով կամ ինչ-որ հրաբուրիչ միջոցները ստեղծել, որ հայկական միջավայրի մեջ մեզնան։ Երկրորդը ճշմարտաբար ուրիշ երևույթ մտել, եթե նկատեցիք այս տարի ընկերային համացանցերու մեջ, ինչպես որսիկ, հայկական վարժարաններու վերամուտի ծանոթություններ լույս տեսան, որոնք օդար լեզվով էին։ Հիմա չեմ գիտի այդ ուսանողները, որոնք օդար լեզվով պիտի գարտան հայկական վարժարանի վերամուտը օդար լեզվով կհայտարարվի։ Այսինքն իրապես վիճակ կա, որ պետք է խոսիլ քննադատել, դակավին ավելին վիդսեմ։ Հայկական վարժարանը իր այսպես շարժումները, այսինքն կորզունեություն ավելի աշխուժացնելու նպատակով խտանած է, ինչ որ բուստերած է, որ հետաքրքրությունը ստեղծել, որ մարդիկ այսպես նշաններ ծնեն, լայքի նշաններ ծնեն։ Լավ։ Ես այսպես հետաքրքրություն մեմը նայեցա, բոլորը ծայրակույն արևելքեն են։ Պակիստան, Սրի Լանկա, Չինաստան, ասված գիտեն, նույնիսկ կոն խեղդագություն տեղի ունենալու։ Միջ այդ լրջություն, հավաքական լրջություն կբանջի այս հայերեն լեզուն, հայոց պատմությունը, եթե հայ ուսանողը իր պատմությունը բիչի սորվի, իր լեզուին բիչի ջանցնա, իր ներաշխարհի մեջ հայերեն լեզուն բիչի տապանցե։ Պիտի ըսկա մտածե հայերենով։ Ուր մնաց մեր քաղուտը, այս քաղուտը սպիրկի սիրտն է իրականության մեջ։ Չեն կրնար անցնադուր դառնալ հանցնվել, ասելու որ այսպես են պայմանները եւ ինչ ուզետու ընդհանրակը պետք է մենք հոսանքին թեմ գնալու համար գիտակցություն պետք է, նվիրում պետք է, զողողություն պետք է։ Ինչպես որ մեր ուսուցիչները մեզի դասավանդեցին Թյուրին Գաբրեին, իրենց անձնական պայմանները, մեր ծնողները 1001 զողողություններով մեզի խոսացուցին, մեզի աչքի լույսի պես վայեցի, որ երկու բառ հայերեն ավելի սորվենք։ Այդ բոլորը հիմա կանք անդեսենք եւ անձնադուր դառնանք ժամանակի այսպես պայմաններուն եւ ասենք որ պայմանները այսպես է երբեք եւ իրապես պետք է բոլորս սկաստանանք ծնող վարժարաններու ուսուցիչներ հարկակս բոլորին բայց իրականության մեջ չեն կրնար այլևս անդեսել եւ ինքնահոսի ցկել ասկացությունը ճիշտ այստեղ գուկա արամ առաջին Գաթողիկոսի հայագիտական հիմնարկին թերագադարությունը որ հատկապես մարդիկ երբեմն դարիքի ֆերմով քիչ մարդ չուզեցի ասել եթե քիչ մի իրենց դարիքը մեծ է սակայն այնքան ժամանակ որ իրենց մեջ գիտակցության ոգին կզարգանա որ կամ գարտնան որ իրենք ընելիք ունին եւ ժամանակը բարաբյան ցուցած են որոշ պայմաններով իրենք կընդունեն որովհետեւ իրապես շրջանագին կամ կոնեն նվազագույնը իրենց ընտանիքին այո Իրենց ընտանիքին համար շատ լավ պարոն Ահարոն հաճելի զրույց էր բարի վերամուտ պիտի մաղթենք ցեզի անգամ եւս հիշեցնենք արձանագրությունները կգադարվին Անտիլիաս չէ այո Անտիլիաս պիտի երթան արձանագրվելու թե պետք է խորհրդանշին Անտիլիաս կերտան հոն արձանագրվելու Արավոտյան ժամը 8-ին մինչև ժամը 1 իրենց էլ ինչ պիտի ունենան երկրորդական վգայականը երկրորդական լուսաբաջենը
անցակիրի լուսանկարը եւ իրենց կամ անցակիրի լուսաբաժանը կամ անցնացուղթի լուսաբաժանը այդքանը բավարար է այո եւ թիմունակիր գլարացնեն համապատասխան ծևով գնայինք թե ինչպես պիտի դնորինենք հոկտեմբեր քանին սկսեցին 13-ին աստվածուս է հաջողություն ծեր ծրագիրներում բարի դարիմը ըլլա եւ անոնք որոնք կփապակին սիրելիներ իրենց մասնակցությունը բերել մենք հերացայինի թիվ դեղեցություններ կփոխանցենք մեզի թող հերացայինեն Վանացայինը մենք ունենք բոլոր դեղեցությունները, եթե ցանոցումներն չհասակ լսելու, մենք կփոխանցենք ցեզի։ Հիմա մարդկան կսանե որ Վանացայինը սպիրկայության լավակուն եւ հարազատ ցայնը մնա եւ հարադեվե։ Վասկերիտ կդար։ Շնորհակալություն։ Ցեզի դեր հուրին սիրելիներ եւ շնորհակալություն ցանիաղորդավար Անտոնին մնացեք Վանացայինի ունեցիլ գմիանա ցեզի Նատալին հիմա բարի օր անգամ եւս եւ ցտեսություն։ Բարոն Արոշ Խրդմյաններ մեր զրուցակից։ Շնորհակալություն։